Դերենիկ Դեմիրճյան, հայ է։ Արդյոք մի բան հասկանում եք հայից, որքան տարօրինակ, հանելուկային արարած, որքան խաբուսիկ, երևույթը ոչ ինքը, բայց և ինչ է ինքը, իր նկարագիրը, զուր աշխատանք, որոնում ես իր ինքնությունը, գտնում, բայց և իսկույն տեսնում ես, որ դա էլ նորից երևույթ էր, անհանգիստ դեմք ունի, չի թողնում նկարես, իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է, թվով գրեթե ամենափոքրն է, տառապանքով ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով ամենից անփոփոխը, ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից համար կառչեց նրան, որքան անհույս է թվում իր ապագան, բայց և որքան հուսացող է նա, ասենք իր կյանքում երկու բան բնավ չտեսավ, մեկ բախտ, մեկ էլ հուսահատություն, ինչպես ճանաչես նրան, ինչպես չափես, իր չափը չափազանցն է, զարմանալի հավասարակշռություն, որ ծայրահեղության մեջ է, ապա նայիր, սա է հայը, այս չարչին, այս բուրժուա, արարածներից ամենագծուծը և անասուններից ամենակուշտը, այսքան անխնա ստորացնել իրեն, կարող է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրվանքով և արշինով, հանրօգուտ գործի և ոչ մի գրոշ, բայց մի օր էլ տեսար, մեռավ ու ողջ կարողությունը կտակեց հասարակությանը, դե գնա իմացիր, թե ինչ մարդ էր, ահա նայիր այս բեռնակրին, ինչ է սա, իսկական գրաստ, մեջքին մի սար բեռ, ճկվում է, մեջքը կոտրում, աշխատանք է կատարում, թե ինքնախորտակում, վրեժ ունի ինչ է իրենից լուծելու, ում դեմ է չարացել, որ իրեն է պատժում, որքան ուժ, որքան աշխատասիրություն, ապա տարտունը ծառա, անսիրտ, անշնորհք, ծույլ, ինչ է միտքը, մի փոքրիկ գումարշին է, գնա դուքան բացանե, մարդը իր հացի և գործի տերն է ուզում լինել և ոչ թե նրա ծառան, և արդեն հայ նշանակում է տեր, բայց տեսել եք նրան երբ գաղթական է, ինչ ծույլ մուրացկան, ամենաձեռնտու գործը տուր չի ուզի, ազգը տա, ինքը ուտի, և սովից կմեռնի անխոս, անխնա, կասես ջգրու, և սա այն գյուղացին է, որ երեկ կատաղած, գազազած հողը քանդում էր, չարչարում, մզում, հոգին հանում, ամենաչարքաշ անասունը իր արտի մեջ, այնպես է հավաքում բերքը, կարծես հավիտյան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնի, բայց գնա իր խրճիթը, 1000 գող, մարդ, շուն ու գել նրա հացի վրա են, ուտում են նրա հացը, ինչպես հայր Աբրահամի սեղանից, տեսել եք նրա բնակարանը, խլուրդի ծակուր, բայց անցիր նրա երկիրը, ինչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր, հավատալ կարելի է, թե ինքն է շինել այդ բոլորը, խոսակցությունն ես լսում, հայհոյանքի կեսը եկեղեցի ու Աստված է, լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը աղոթելու, աղոթքել չի անում, առօրյա կյանքում իր կրոնը երբեք չի քարոզել ուրիշներին, և հավատալի բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմությունն է, և այս չաղոթող ցեղի նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված, տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն, Ռամիկ է գերազանցապես, իր ղրիմյան հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց, դիպլոմատիայի մեջ մի բանումն է շատ հոգածու, անկեղծ լինել, այնքան անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծավորի տպավորություն է թողնում, մինչդեռ իր հարևանները այս աշխարհի բեմի վրա դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարվածում են դիմացինին, հայը իսկապես կացին իջեցնում է գլխին, ապա ճշմարտությունը մտահոգվում է նա, դանդալոշ է և խոնարհ իր սասունցի դավթի նման, և անսպասելի ըմբոստ, հարվածող նրա պես, գցնում ես, տրկանում օտարի ոտի տակ,
ինչպես իր ձենով օհանը, բայց երբ վրա է հասնում գերագույն վտանգը, հերոսանում է հանկարծ եւ ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ, շոյիր եւ կկողոպվի, բայց եւ առհասարակ ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամությունը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միայն սերը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելություն առաջ բերելու, տաղանդ է իր դեմ ատելություն ստեղծելու։ Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է ինչպես վարդապետ։ Եթե գրտվեց մեկի հետ, ողակալ է ինչպես ուղտ։ Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտությունն է։ Անկարգ է եւ անիշխանական թե հասարակության, թե պետության եւ թե գաղափարների մեջ։ Իբրև ժողովրդական անմիաբան է, անտանելի խռովարար։ Ուր հեղափոխություն, այնտեղ հայություն, բայց իբրև ական ծայրահեղական է։ Իր կռիվը 3 ճակատի վրա է միաժամանակ՝ շահի դեմ, սուլթանի դեմ, ցարի դեմ։ Ասենք ամեն մի հայ մի փոքր շիրակեցի է Դոն Քիշոտի պես։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ եւ ինքն էր, որ չխրատվեց։ Իր օրիենտացիան բացակայի օրիենտացիան է։ Թաթարն է մոտը, սպասեց ռուսին։ Ռուսը եկավ, աչքը եվրոպացուն էր։ Եկավ անգլիացին, դարձյալ ռուսին էր սպասում, ռուսն է գալիս, չի ընդունում, ուրեմն իր պետությունն է ուզում ստեղծել, չի ուզում ստեղծել, ինչ իմանաս, մի ձեռքը ճանկրտելով հիմնում է այդ պետությունը, մյուս ձեռքը ճիք է անում հիմքից քանդելու, ինչու է այսպես, ինչից է դժգոհ, ինչ է կամենում, ինչու է այսպես անհավասար, ներհավ, մաղձոտ, անհավատալի իր ստորության մեջ, անչափելի իր վեհ թռիչքներում։ Երևի վրեժ ունի նա, մի վատ բան սրտի մեջ, որի համար եւ մեկուսանում է, որ նյութ է, դավ է, վնաս է։ Ոչ, հայ ամենամեծ առաքինությունն ես ուզում, ամենաներողամիտ ցեղը աշխարհիս մեջ։ Ինչ եղավ իր պատմությունը։ Զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում, բայց ով է ամենից շատ ջանք անում փրկելու Էնվերին ու Ջեմալին։ Քեմալին, ներողություն։ Ջարդիր ինձ ասում է նա, ահա քո պատիժը եւ իմ վրեժը։ Ինձ թվում է, թե մի շատ մեծ վիրավորանք կա հայի սրտի խորքը, շատ խորը թաքնված։ Ինձ թվում է, թե դրա համար է նա ջարդում, ճապոնացու պես, որ երբ ամենքից խորապես վիրավորվում է, կանչում է իր բարեկամներին, հայտնում է իր վիրավորանքը եւ վերցնելով դանակը պատռում է իր որովայնը։ Այդպես է հայը, չի ուզում, որ իրեն դիպչեն, մոտենան, սիրեն թեկուզ, նա մեկուսի է, խստակյաց, բարի եւ ազատասեր։ Երբ նայում եմ հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Հպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում, կերակուր ես մեկնում, չի ուզում, չի սիրում ոչ ստրկություն, ոչ երջանկություն, գերդ ասում է տառապանք եւ ազատություն, մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուց ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է, գերի արծվի խորվիշտն է իր սրտի մեջ, սա հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից, ազատությունից։ Ոչինչ չեմ ուզում ձեզնից, ասում է նա իր նեղիչներին, ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկությունը, գնացեք, ապրեցեք խաղաղ եւ երջանիկ։ Եթե դուք սիրում եք կյանքը, ես սիրում եմ կյանքից ավելի թանկ բանը, ազատությունը։ 1920 թվական։ Վաու։ Այդ բոլոր բառերը ճիշտ են հիմիկվա հայության մասին։ Զարմանալի։ Հանտիարել է գրողը 20 թվին գրել է, 2025 թվականին սա ակտուալ է։ Վաու։ Զարմանալի ազգ ենք։ Ես կուզենամ ձեր կարդացածը դնեմ հենց զմրուխտի վրա, ու ձեզ լինկը կղրկեմ, որովհետև ես մի փոքր հատված ունեմ այնտեղ, որ ես հարցնում եմ հայը տեսակա թե վիճակ,
ու տարբեր պատասխաններ են մարդիկ տալիս երեմա ոչ տեսակա ոչ վիճակա դա ինչ որ մի առաքելություն է so շատ լավ արեք ես անջատեմ սա